Հոկտեմբեր ամսին նշվող ամենահայտնի և նշանավոր տոներից, սիրված տոներից մեկը սրբոց թարգմանչած տոնն է։ Հայ եկեղեցին թերևս եզակի այն եկեղեցիներից է, որ թարգմանիչների նվիրված հատուկ տոն ունի։ Ինչու, որովհետև թարգմանությունը դիտվում էր մեկնության տեսակ և ուղղակի պարզ փոխադարձում չէր, ուղղակի պարզ փոխակերպում չէր մեկ բառից մյուսի, այլ հատկապես հայ եկեղեցու, հայ ժողովրդի, հայ հավատացյալի համար ամենակարևոր հանգամանքը Սուրբ Գիրքը հարազատացնելու ընթացք էր։ Եվ իզուր չէ, որ հաճախ Սուրբ Գրքի թարգմանության հայկական տարբերակը մեզ համար հարազատ լինելով, սիրելի լինելով, հաճախ հիացմունք և զարմանք կարող է հարուցել նաև օտարների մոտ, իր հարազատությամբ բնագրին, իր մտքի հանճարեղ կերպով, աստվածային ճշմարտությունը մատուցելու կարողությամբ և նաև այն հոգով, որ ընթերցանության արդյունքում մենք կարող ենք ստանալ խաղաղության, ներդաշնակության և Աստծո խնամքը զգալու տեսքով։ Սուրբ թարգմանիչները եղան այն կարևոր խոսափողը մեզ համար, որով Աստված հայերեն խոսեց, որով Աստված այլևս հայաբարբար եղավ, ամեն մի գավառում հնարավորինս հարազատ լեզվի, հնչյունի տեսքով իր հոգուն խոսող, երկնքից դեպի երկիր նոր կամուրջ ստեղծող, Սուրբ Գրքի միջոցով կենդանի, հանապազ, ամեն օր իր խոսքը մեր կյանքում նորոգող էություն։ Իզուր չէ, որ մինչև այժմ Սուրբ թարգմանիչների նկատմամբ խորին երկյուղածություն և հարգանք կա, և եթե այս Սուրբ թարգմանիչներից միայն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, դամբարանն է Հայաստանում և մնացած բոլորինը ամբողջ պատմական Հայաստանի տարածքներում են սփռված, բավարար է միայն տեսնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցին այցելող ուխտավորների բազմաքանակությունը, որպեսզի մի տեսակ այն բոլոր վանական հայրերի, շատ-շատերի անունը երբեք մեզ չհասած հայրերի, բայց մեզ Սուրբ Գիրքը մեկնող, թարգմանող, մատուցող հայրերի հարգանքը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկատմամբ դիտել տեսնելով, ասենք, մենք երբեք չենք մոռանում իրենց գործը, որտև իրենք մեզ համար Աստված թարգմանեցին։ Իրենք մեզ համար հարազատ իբրև մտերիմ, իբրև հայր դարձրեցին Աստծուն։ Եվ այս սկզբունքով է, որ հայ եկեղեցին թարգմանիչների շարքում դրել է մարդկանց, ովքեր խորքում Սուրբ Գիրք մեզ չեն թարգմանել, ինչպիսին օրինակ Սուրբ Գրիգոր Նարեկացին է, Սուրբ Ներսես Կլայեցին կամ Շնորհալի Կաթողիկոսը։ Այլ այս թարգմանիչ վարդապետներն ընդհանուր շարքով մեզ են ներկայացնում այն փաղանգը, որոնք Աստծո խոսքը և թարգմանեցին և մեկնեցին մեզ։ Եվ այս շարքում 6 կարևոր դեմքերն են, որոնք մի տեսակ խոսափողներ են այն մեծ գնդի հոգևոր, որոնցից շատ-շատերի անուններն այո չեն հասել մեզ։ Ինչպես բոլոր մեր դպրական, դպրոցի, գրքի, մեզ համար Սուրբ Գրքի թարգմանության հիշատակումների մեջ այս անգամ ևս տոնը գլխավորում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Եվ իր անվան հետ անմիջապես առնչվում է Սուրբ Եղիշե վարդապետը, Սուրբ Մովսես Քերթողը, Սուրբ Դավիթ անհաղթ փիլիսոփան, Սուրբ Գրիգոր Նարեկացի վարդապետը և Սուրբ Ներսես Կլայեցի կամ Շնորհալի Կաթողիկոսը։ Մենք թարգմանիչ վարդապետներին թարգմանչած տոն ևս մեկ անգամ տոնում ենք հիշելով Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ և իրենց աշակերտներին, որ մոտ 100-ն էին։ Այս թարգմանչած տոնը նշելով մենք շեշտում ենք շարունակությունը, որ 5-րդ դարով չավարտվեց Սուրբ Գրքի, Աստծո խոսքի մեզ մեկնելը, թարգմանելը, այլ դա տևական ընթացք էր, շարունակվող մինչև այժմ։ Եվ մի տեսակ բազմակետեր տվող տոն է սա, ասելով այժմ ևս նման մեկնիչներ, թարգմանիչներ պետք են մեզ։ Հոգու և Աստծո հոգու միջև թարգմանողներ, որտեղ հոգին պիտի դառնա անոտ Աստծո հոգին ընդունելու։ Եթե իրենցից ամեն մեկի մասին խոսելու լինենք, բավական կլինի ժամեր անգամ խոսելու իրենց գործունեության, հոգևոր կերպարի, իրենց հոգևոր այն հսկա լինելու բոլոր նախադրյալների և դրա արդյունքի մասին։
Մենք ուղղակի ամբողջ տոնի տրամաբանությունն հասկանալու համար պետք է կարողանանք թափանցել այն իրավիճակի մեջ, որ տիրում էր 5-րդ դարում, 6-րդ դարում, 10-րդ դարում, 12-րդ դարում, որտեղ ամեն անգամ տեսնում ենք, որ հայ միտքը, հայ հոգին կրկին վտանգվում է։ Եվ զենքի փոխարեն հաճախ միտքը, գրիչը, հոգին, աղոթքը, գիրքն է գալիս եւ փրկում է։ Հրաշքը հենց այստեղ է, որ հաճախ թուլության մեջ, թվացող թուլության մեջ կարող է զորանալ մարդը եւ ցույց տալ, որ իրական հզորը նա է, ով աշխարհային հզորը չէ, այլ Աստծով հզորացածը։ Եվ ինչպես Պողոս առաքյալը պիտի ասեր, հաճախ Աստված այս աշխարհի անուսներին ընտրեց, որպեսզի ամաչեցնի իմաստուններին։ Այս մարդիկ ուսում եւ ուսումնասեր դարձան, ուսման ձգտում ունեցան Աստծո խոսքի նկատմամբ եւ իմաստուն եղան Աստծո հոգով։ Եվ իրենց իմաստնությամբ սովորեցնում են մինչև հիմա։ Եվ այս պատճառով է, որ մինչև այժմ մենք ամեն անգամ, երբ խոսում ենք հայրենի մասին, ասում ենք Մեսրոպաշունչ, Մեսրոպատառ։ Խոսում ենք պատմության մասին եւ հիշում ենք մեծն խորենացուն։ Հիշում ենք Վարդանանց պատերազմը եւ Սուրբ Եղիշեի խոսքը հատուսրի պես։ Հիշում ենք, այո, ճարտասանության այն բազմաթիվ գրքերը հեղինակներին, հերոսներին եւ դրանց մեջ պարծանքով հաճախ ասում, իսկ մենք Դավիթ անհախտ ունենք, որը հունական փիլիսոփայության միջից անգամ մեզ կրկին եւ կրկին անդրադառնալ տվեց, որ մեծագույն ճարտարապետը, մեծագույն փիլիսոփայության հարցադրում տվողը Աստված է եւ պատասխանը մշտապես մեզ մատուցողն է ինքը։ Մենք ունենք Գրիգոր Նարեկացու միջև երկինք թռցնող աղոթք նաեւ, որ մենք կարող ենք հստակ ասել, որ ոչ միայն մենք, այլ նաեւ շատ այլ ազգի մարդիկ Սուրբ Նարեկացու աղոթքների միջոցով հոգու մաքրման յուրատեսակ ճանապարհ են անցնում։ Եվ այն լուսավոր հայրապետը, որն ինքն իսկ իր մտերիմներին, աշակերտներին լույս կոչումով էր ասում, Սուրբ Ներսես շնորհալի հայրապետը։ Այս բոլոր վարդապետների, հայրապետների, հոգևոր գործիչների փաղանգը շարունակվում է։ Եվ մեր կյանքում եւս պետք է կարողանանք իրենց ավանդը երբեք ու երբեք չհանձնել ինքնաթողի մեքենական այսպես ընթացքի, այլ կարողանանք մեր կյանքով կենթանի դարձնել առավել եւ ասել, որ հայ միտքը, հայ խոսքը, Աստծուն հայրեն թարգմանող լեզուն դեռևս շատ ասելիքներ ունի։ Թող Աստված օրհնի եւ այս սուրբ հայրերի բարեխոսությամբ մեզ ավելի ամուր դարձնի մեր հավատքի մեջ Սուրբ Գրքի խոսքերին առավել պինդ կպչելու եւ այդ խոսքերը կյանք դարձնելու համար։ Ամեն։